Տարվա բարի ժամ բոլորիդ, հայր ջան։ Քանի որ մեր հասարակության մեջ անուղեղ ամեոբաների պակաս չունենք, ես ամեն անգամ, երբ քննադատելու լինեմ ներկա կամ նախկին իշխանություններին, իսկ ներքին քաղաքականությունից դուրս էլ քննադատելու լինեմ Կրեմլին կամ Արևմուտքին, մի հատ կարճ վիդեո կա, որը միշտ նման ելույթներիցս առաջ անպայման տեղադրվելու է հատուկ այդ մտավոր տկար զանգվածի համար։ Ու քանի որ այսօր խոսալու եմ Նիկոլի ու Ծառուկյանի հանրային ու հեռավար վիճաբանության մասին, պարտադիր այդ կարճ մի րոպեանոց վիդեոն որպես հիշեցում, որպես իրականության հետ ծանոթացման դասընթաց ու որպես մտավոր հիգիենայի միջոց կդնենք ու դրանից հետո արդեն կանցնենք բուն թեմային։ Ու մեկ էլ չմոռանան հատուկ են անընկալունակ են խորապես անգիտակից ու տարական տրամաբանությունից զուրկ արհամարելի զանգվածի համար էլ շեշտեմ, որ ոչ հարգելի յոնջի փունջ։ Երբ ես քննադատում եմ Նիկոլին կամ իր թիմը, այդ չի նշանակում, որ ես Քոչարյանի, Սերժի կամ Սամվել Կարապետյանի աջակից եմ։ Ու ճիշտ հակառակը, երբ ես քննադատում եմ Քոչարյանին, Սերժին կամ Սամվելին, այդ էլ իր հերթին չի նշանակում, որ ես աջակցում եմ Նիկոլին կամ ՔՊ-ին։ Այս հատուկ այդ ինտելեկտուալ վակուում ունեցող զանգվածի համար նույնը նաև Արևմուտքի ու Ռուսաստանի պահով։ Երբ քննադատում եմ Կրեմլին, այդ չի նշանակում, որ ես արևմտամետ եմ ու հակառակը։ Հուսամ այդ մտավոր սահմանափակների դատարկ գլխին սա կհասնի։ Կան պահեր, երբ քաղաքականությունը դադարում է լինել կուսակցությունների պայքար ու դառնում է պետականության քննություն։ Կան պահեր, երբ խնդիրը այլևս Նիկոլը չի, Գագիկ Ծառուկյանը չի, Քոչարյանը չի, Սերժը չի կամ որևէ այլ անձ չի։ Խնդիրը դառնում է շատ ավելի մեծ։ Խնդիրը դառնում է հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյան կարա ամենածանր մեղադրանքները հնչեցնի առանց դրանք ապացուցելու։ Այսօր ես չեմ պատրաստվում պաշտպանել որևէ քաղաքական ուժի կամ որևէ նախկին կամ ներկայի։ Իմ համար բոլորն էլ հավասար են օրենքի առաջ։ Եթե մարդը դավաճան է, այո, ինքը պետքա պատժվի։ Եթե մարդը լրտես է, պետքա պատժվի։ Եթե մարդը պետական հանցագործ է, միանշանակ պետքա պատժվի։ Բայց եթե մարդուն անվանում են դավաճան առանց ապացույցի, ապա վտանգվում է արդեն ոչ թե այդ մարդու, այլ պետության հեղինակությունը։ Ու հենց տեղ է սկսվում այս պատմության ամենակարևոր հատվածը։ Հայաստանի այսօրվա փաստացի վարչապետ կոչվածը հրապարակային հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, որ իր ցուցակում գտնվող անձանցից մեկը կարա պետական դավաճանության հոդվածով անցնի ու որ հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն։ Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ եւ կոնտակտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հաշվառված է որպես համագործակցող անձ։ Բայց հիմա, ինչպես ասում են, կենացները քաղցրանում են եւ ես այդ հայտարարությունը կանեմ ավելի բացված եւ մանրամասնված Վանաձորի մեր օրվա վերջի հանդիպմանը, բայց մեր հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտես է ոչ թե բառից բուն քաղաքական, այլ բուն իմաստով։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հիմա ամփոփում է օպերատիվ տվյալները եւ չեմ բացառում, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի ցուցակում գտնվող մի անձի վերաբերյալ, որի անունը ես կտամ այսօր Վանաձորի հարավակի, պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։ Պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։ Եվ այո, դա այդ մարդիկ, որ ինձ էին ասում դավաճան, այդ մարդիկ թղթով, թամասով պետքա գնան Գագիկ Ծառուկյանի գլխավորության պետական դավաճանության, հայրենիքի դավաճանության համար դատարանի առաջ պետքա կրեն պատասխանատվություն։ Ինչ վերաբերվում է ազգի ու պետական դավաճան հայտարարություններին, ապա սրանք արդեն սովորական քաղաքական հայտարարություններ չեն։ Այս հնարավոր ամենածանր մեղադրանքներից մեկն է։ Պետական դավաճանություն բառերը
քաղաքական բանավեճի համար նախատեսված բառեր չեն։ Դրանք քրեական օրենսգրքի բառեր են։ Դրանք մարդու ճակատագիրը փոխող բառեր են։ Դրանք պետության անվտանգությանը վերաբերվող բառեր են։ Ու երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման բան է ասում, ինքը այլևս պարզապես քաղաքական գործիչ չի, ինքը խոսում է պետական իշխանության ամբողջ ծանրությամբ։ Ու հենց այդ պատճառով ստեղ գործում է մի հատ պարզ կանոն. ինչքան ծանր է մեղադրանքը, այնքան ծանր պետք է լինեն ապացույցները, ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պետք է լինի պատասխանատվությունը։ Եթե դու ասում ես դավաճան, ապա պետքա ցույց տաս ինչ հիմքով։ Եթե ասում ես լրտես, ապա պետքա ներկայացնես ոնց։ Եթե ասում ես օտար երկրի հատուկ ծառայությունների գործակալ, ապա պետքա ներկայացնես փաստերի ամբողջական շղթան, ոչ թե ակնարկներ, ոչ թե ենթադրություններ, ոչ թե բամբասանք կամ քաղաքական հայտարարություններ, այլ փաստեր ու նորից փաստեր։ Որովհետև եթե նման մեղադրանքները ապացուցված չեն, դրանք վերածվում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական աղմուկի, ու դա ուղիղ հարված է պետական ինստիտուտներին ու ընդհանուր պետականությանը, մանավանդ երբ այդ օդ ու փուչիկ հայտարարությունները կարան հնչեն վարչապետի պաշտոնից։ Մեկ էլ մինչև Ծառուկյանի պատասխան հայտարարությանը անդրադառնալը, ուզում եմ դավաճան հասկացողության հետ մի քանի հարց տամ, էլի։ Օրինակ դավաճանություն չի տիրապետելով ամբողջ պետական բանակցային ու ռազմական ռեսուրսներին թույլ տալ, որ հայկական կողմը կորցնի Շուշին։ Դավաճանություն չի հազարավոր հայ ընտանիքներին զրկել իրենց որդիներից ռազմաքաղաքական սխալների հետևանքով։ Դավաճանություն չի Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնություններին համարժեք հակազդեցություն չապահովելը։ Դավաճանություն չի ժողովրդին ասելը, որ Արցախը Հայաստանն է, հետո ասել ճիշտ հակառակը, որ Արցախը Ադրբեջանն է։ Կամ ասենք դավաճանություն չի հայտարարել, որ ժողովրդի կամքը գերագույն արժեք է, հետո կարևոր որոշումներ ընդունել առանց լայն հանրային համաձայնության, թե բանակցային ամբողջ պատկերը հասարակությանը չներկայացնելն էլ դավաճանություն չի։ Մի հատ էս հարցերի պատասխանն իմանանք, էլի։ Կամ դավաճանություններ չեն ազգային համախմբման փոխարեն հասարակության բևեռացումը խորացնելը, պետականության համար կենսական հարցերը քարոզչական կռիվների վերածելը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելը, 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով տարածքային լուրջ կորուստների հանգեցնելը, այս ամեն ինչը ինչ անուն ունի։ Թե դավաճանություն չի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը չհանրայնացնելը, ախր որ մեկն ասեմ։ Արցախում հայկական եկեղեցիներ են ավիրում, Հայաստանից մի հատ պաշտոնական հակադարձում, զսպման կոչ կամ քննադատություն չկա։ Այս դավաճանություն է, թե չէ։ Ասենք պատկերացնում եք, ես ինչ-որ մեկին քննադատեմ թրաշ պահելու, գլխարկ դնելու կամ ասենք կամուֆլաժ կարելու համար։ Ինչևէ, լավ, հիմա եկեք ուշադրություն դարձնենք հաջորդ հատվածին, որտեղ Ծառուկյանը պատասխանում է այս մեղադրական հայտարարությանը։ Ինձ էլ ասում է Ծառուկյանն էլ է շպիոն, բայց չգրուպ այ շպիոն է։ Ես պատիվ եմ պահանջում, ապացուցեք Ծառուկյանը կանգնի իր ապարակ, ասի գնդակարեկին։ Եթե չէ։ Որ դուք դիմեք հաջատեցին լավ է իրաց գործնա, սովորական գործնա, որ Ծառուկյանը չխոսի։ Ուրեմն ասեմ ձեզ, ասում եք, ասել եք Ծառուկյանը դավաճանը, ապացուցի, Ծառուկյանը ասում է հրապարակ կանգնեմ գնդակարեք։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմն չեմ ասում իրան գնդակարեն։ Թողա մտնի Մարութի մոտ, որ Ծառուկյանի մոտ, իրա պատիժը դա պետք է լինի։ Ծառուկյանի քաղաքական դիրքի կամ ծրագրերի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, կարելի է քննադատել իրան, կարելի է հավանել կամ ընդհանրապես չհավանել իրան, բայց այդտեղ մի բան ակնհայտ է, Ծառուկյանը հրապարակային պահանջում է ապացույցներ, ինքը ասում է ապացուցեք, ու Գագիկի հենց այդ պահանջից հետո այս հանրային դիսկուրսի կենտրոնական հարցը դառնում է ոչ թե Ծառուկյանը, այլ ապացույցները։ Որովհետև ժողովրդավարական պետությունում ամենածանր մեղադրանքի պատասխանը պետք է լինի ապացույցը։ Նիկոլ, լսում ես, ապացույցը, ոչ թե նոր սպառնալիքը, ոչ թե նոր թեման կամ նոր թիրախը, ապացույցը։ Ոստեղ մենք հասնում ենք ամենահետաքրքիր շրջադարձին։ Ծառուկյանի կողմից հնչեցրած պահանջին ի պատասխան Նիկոլը սկսում է խոսալ Արարատ ցեմենտի պետականացման, բիզնեսների, դղյակների ու այլ հարցերի մասին։
Խելքդ գլուխը հավաքել, ամեն քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակը դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Ասում ես Արարատ ցեմենտը պետականացնում ենք։ Այդ ի՞նչ է, կառավարչական որոշում որոշ հիմքերի վրա, թե անձնական ատելության հրապարակային հայտարարություն։ Դու քեզ հայտարարել ես ժողովրդավար, բայց մի հատ կարևոր բան ես մոռացել, որ ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած կառավարչական պաշտոն վարողը, որ հրապարակայնորեն ասվում է սրա կամ նրա բիզնեսը կխլեմ, ինքը բախվում է մի հատ կոնկրետ իրավական հայեցակարգի, ու դա կոչվում է քաղաքական հետապնդում։ Ու դա ոչ թե ժողովրդավարության, այլ ողջ Հայաստանի Հանրապետության ազդեցությամբ ճնշելու ու վախացնելու գործիք է։ Ու ամենաաբսուրդայինը այն է, որ այդ խոսքը հնչում է ոչ դատարանի, ոչ ԱԱԾ-ի կամ որևէ դատախազի հետաքննության իրավական հիման վրա, այլ նախընտրական հրապարակի ամբիոնից։ Էսա քո ժողովրդավարությունը, էսա քո իրավական պետությունը, էսա քո խոստացած անկախ դատարանների Հայաստանը։ Ժողովրդավար պետությունում սեփականության ճակատագիրը որոշում են օրենքներն ու դատարանը, ոչ թե վարչապետի անձնական համակրանքներն ու հակակրանքները։ Եթե որևէ բիզնես օրենք է խախտել, դրա համար գոյություն ունեն քննություն, դատախազություն, դատարան ու օրինական ընթացակարգեր։ Բայց երբ երկրի ղեկավարը նախընտրական հարթակից հայտարարում է, թե ով ինչից է զրկվելու, այդ արդեն իրավական գործընթաց չի, այդ քաղաքական ճնշման ցուցադրություն է։ Որովհետև այսօր դու ասում ես Արարատ ցեմենտ ենք պետականացնում, վաղը մեկ ուրիշի մասին կասես, սրա բիզնեսն ենք վերցնում, մյուս օրն էլ մեկ ուրիշի մասին կասես, սրա ունեցվածքն ենք խլում։ Ու այդ պահին խնդիրը այլևս Ծառուկյանը չի, խնդիրը պետության ներսում ստեղծվող նախադեպն է, որտեղ սեփականության իրավունքը կախված է ոչ թե օրենքից, այլ իշխանություն ունեցող անձի տրամադրությունից։ Ու հետո զարմանում եք, թե ինչի ներդրումներ չեն գալի, ինչի են մարդիկ վախում ներդրում անելուց կամ ինչի է կապիտալը երկրից փախնում, որովհետև կապիտալը սիրում է օրենքի իշխանություն, ոչ թե ամբիոնից հնչող սպառնալիքներ։ Ուրեմն ասեմ իմանաս, Նիկոլ, ավելի շուտ խորհուրդ տամ Չալարես ու Արիստոտելի քաղաքականություն գրքերը կարդաս։ Արիստոտելը իր քաղաքականություն գրքում, իսկ ավելի կոնկրետ երրորդ գրքում, գլուխ 16-ում, հստակ ասում է, որ մինչդեռ օրենքը զերծ է կրքերից, մարդու սիրտը մշտապես ենթակա է կրքերի ազդեցությանը։ Ունդեղ դրան հետևող շատ հիմնարար ու հասկանալի բացատրություններ կան։ Ուրեմն իմացի, որ ժողովրդավարական պետական համակարգի ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է հենց այս սկզբունքի վրա։ Պետությունը որևէ ղեկավարի անձնական կամքը չի, պետությունը ինստիտուտների, օրենքների ու զսպումների վրա հիմնված կառավարման համակարգ է, որտեղ ոչ թե մարդկանց տրամադրություններն են որոշում ամեն ինչ, այլ օրենքը։ Երբ երկրի ղեկավարը պետական ամբիոնից հայտարարում է, ով ինձ դուր չի գալի, նրա բիզնեսը կպետականացնեմ, ինքը այդ պահին այլևս չի խոսում որպես ժողովրդավարական պետության ղեկավար։ Ինքը ակամա սկսում է խոսալ նենց մտածողությամբ, որտեղ օրենքից վերականգնում իր սեփական անձնական վերաբերմունքը։ Ու այս արդեն ոչ թե մենակ Գագիկ Ծառուկյանի խնդիրն է, այլ սա արդեն յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ, յուրաքանչյուր ներդրողի ու յուրաքանչյուր հայ ընտանիքի խնդիրն է։ Որովհետև եթե բիզնեսի սեփականության կամ ազատության ճակատագիրը սկսում է կախված լինել նրանից, թե դու հաճո ես իշխանությանը, թե չէ, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մարդու ունեցվածքը, այլ ամբողջ երկրի տնտեսական ու իրավական միջավայրը։ Ի վերջո ով է ներդրում անելու, ով է ռիսկի տակ մտնելու, ով է ստեղծելու, եթե վստահ չլինի, որ իր բիզնեսի ճակատագիրը որոշվում է օրենքով, ոչ թե իշխանության համակրանքներով կամ հակակրանքներով։ Որովհետև այնտեղ, որտեղ օրենքի փոխարեն սկսում են գործել անձնական վերաբերմունքները, առաջինը փլուզվում է հենց վստահությունը, իսկ վստահության հետ նաև տնտեսությունը։ Սենց միջավայրը վտանգավոր է ոչ թե մի գործարարի, այլ ամբողջ տնտեսության համար։ Պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու։
Ոստեղ առաջանում է մի հատ շատ լուրջ քաղաքական ու տրամաբանական խնդիր։ Եթե Ծառուկյանի այդ բիզնեսների հետ կապված իրոք եղել են ապօրինություններ, այդ դեպքում առաջանում է բնական հարց. ուր էր պետությունը այս ամբողջ ընթացքում։ Եթե խախտումներ կային, ինչի դրանք չեն բացահայտվել օրենքի սահմաններում ու մինչև նախընտրական քարոզարշավը։ Եթե ապացույցներ կային, ինչի դրանք չեն ներկայացվել դատարաններում ու վերջապես եթե հանցագործություններ կային, որ տենց վստահ խոսում ես հիմա, բա ինչի դրանց ընթացք չի տրվել ժամանակին։ Ոստեղ հնարավոր են ընդամենը երկու տարբերակ, կամ պետությունը տարիներ շարունակ չի կատարել իր պարտականությունները, որովհետև երկրի ղեկին թույլ անպատասխանատու ու ոչ հետևողական ղեկավար էր ու դեռ կա մինչև հիմա։ Կամ այդ հարցերը քաղաքական նպատակներով հիշվում են մենակ այն ժամանակ, երբ առաջանում է քաղաքական հակամարտություն։ Երկու տարբերակն էլ ծանր հարցեր են առաջացնում պետական կառավարման որակի վերաբերյալ։ Ու հենց այս է խնդրի բուն էությունը։ Ես այսօր չեմ քննարկում ով է լավը կամ ով է վատը։ Ես խոսում եմ պետական մտածողության մակարդակի մասին, որովհետև պետությունները կործանվում ու քայքայվում են, երբ ամենածանր բառերը կորցնում են իրենց արժեքը, երբ դավաճան բառը դառնում է քաղաքական գործիք, երբ լրտես բառը դառնում է քարոզչական միջոց, երբ հանցագործ բառը դառնում է նախընտրական կարգախոս, այդ պահին վնասվում է ոչ միայն տվյալ մարդը ում մեղադրում են, այլ վնասվում է իրավունքի հեղինակությունը, դատարանի հեղինակությունը, ազգային անվտանգության համակարգի հեղինակությունը, վնասվում է ամբողջ պետությունը։ Դուք ընդհանրապես հասկանում եք այդ բառերի լրջությունն ու ծանրությունը, թե բոլորիդ համար արդեն ամենավերջի վիրավորանքից մինչև ամենածանր մեղադրանքները դառել են զուտ առօրյա բլբլալու թեմա։ Ու ես ես չեմ ասում այն կոմենտների ճենջոտ ու քֆուրճի պարվա էքեղենի մասին, այն որ ինչ էլ ասեն իրենց համար նորմալ է, իրենք պարվա էքեղեն են։ Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձանց մասին։ Դուք գիտակցում եք ինչի եք վերածում խոսքի ու մեղադրանքի արժեքը։ Ու հիմա մի հատ հարց եմ տալի քեզ Նիկոլ, եթե դու էլ քո ընդդիմության պես վախեցած չես հանրային բարձրաձայնածս հարցերին պատասխանելուց, ուրեմն կամ դու կամ էլ հենա լիքը քո փոխարեն խոսացող падգամավորու թիմակից ունես, թող պատասխանեն, բայց հարցը ուղղված է քեզ, շատ պարզ, շատ հստակ ու շատ արդար հարց եմ տալի։ Եթե դու հայտարարել ես, որ տվյալ մարդիկ դավաճան են, դու պատրաստվում ես այդ բառերդ հիմնավորես անհերքելի իրավական ամբողջական ապացույցներով, թե ակնարկներով, հերթական քաղաքական դատարկ ելույթներով կամ էմոցիաներով։ Ու եթե չապացուցես, այս հարցին էլ պատասխանեք, եթե չապացուցես, այդ դեպքում քեզ ոնց կարելի է անվանել։ Այս հարցին դու կամ թիմակիցներդ հանրային պատասխանեք։ Ու իմ համար բացարձակ նշանակություն չունի, զրպարտանքը իմ հասցեին է, քո հասցեին է, Ծառուկյանի, Քոչարյանի, թե այլ մեկի։ Իմ ամենաատած բանն է զրպարտանքը, քանի որ մենակ ամենաէժան մարդն է գնում այդ քայլին։ Ինձ զրպարտողն է էժան, այլ ու ավելի հասկանալի լեզվով ասած դիշով կա։ Ծառուկյանին էլ, Քոչարյանին էլ, то հենց Նիկոլին էլ, անգամ Ալիևին, Պուտինին ու ցանկացածին։ Զրպարտողը աշխարհի ամենապիղծ ու էժան կենդանին է։ Կա հստակ ապացույց, խոսացեք, հանրայնացրեք, հիմնավորեք։ Չկա էժան բաների մի դիմեք։ Հենա մի քանի հատ վիժվածք կան։ Ինձ ինչ ասես ասում են առանց ապացույցի։ Էլ ջհուդ, էլ Նիկոլի պրոյեկտ, էլ Կրեմլի ագենտ, էլ մասոն, էլ ինչ ասես։ Այդ վիժվածքներին, որ ասես ապացույց չունեն, ու ինչքան սեփական անձը չհարգող, տգետ ու իրանց նման անպատասխանատու կա, որ առանց ապացույցների ասվածը հիմք են ընդունում։ Խելոք այդ զրպարտողներին ծափ տալով դառնում են իրանցից մեկը, այսինքն զուտ մարդկային թափոն։ Ու այս ամեն ինչից, այս զրպարտանքներից տգիտության, տկարության ու էժանության անտանելի գարշահոտ է գալի։ Դրա համար գոնե մեր պետական համակարգից ու քաղաքական դաշտից այդ էժանությունը պետքա դուրս գա։ Ու ով ինչ ասի պարտավոր է ապացուցի։ Ու Նիկոլ, եթե նման ապացույցներ չունես, եթե ներկայացվածը բավարար չի նման ծանր պիտակավորման համար, ապա դու պարտավոր ես դա ընդունել ու ներողություն խնդրել։ Այդ ներողությունը պետք է նաև քեզ ընտրողներից ընտրես, որ թույլ ես տվել քեզ անպատասխանատու հայտարարություն անես, կամ էլ նորից եմ ասում, ապացուցի, բոլորն էլ կասեն հալալա, մարդը ասեց ու իր խոսքին տեր եղավ, ապացուցեց։ Ու գիտես ինչի ես պարտավոր ներողություն խնդրել, եթե չապացուցես, որովհետև պետական պաշտոնը մենակ ուժի աղբյուր չի։
Այդ նաև պատասխանատվության աղբյուր է, սովորացնեմ, էլի։ Իսկ պատասխանատվությունը սկսվում է խոսքից, մանավանդ տղամարդու համար ու առավելապես երբ տվյալ տղամարդը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Էլ չեմ ասում ամենաբարձր պաշտոնը։ Ուստի իմ վերջնական դիրքորոշումը որպես պետականամետ քաղաքական գործ չի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ու վերջապես որպես հայ մարդու, շատ պարզ է։ Ես ոչ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման կողմնակիցն եմ, ոչ Նիկոլի, ոչ էլ որևէ այլ քաղաքական ուժի։ Ես մի բանի կողմնակիցն եմ՝ պետական պատասխանատվության, պետական ինստիտուտների ճշգրիտ աշխատանքի։ Ու եթե Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ անձ, քաղաքական գործիչ, կուսակցություն կամ ուժ իրոք կատարել է պետական կամ ազգային շահերի դեմ ուղղված գործողություններ, ապա ներկայացրա ամբողջական, անհերքելի ու իրավական քննություն անցնելու ունակ ապացույցներ, ոչ թե կասեմ ավելի ուշ ձևաչափով հայտարարություններ, ոչ թե ծառայությունները աշխատում են տիպի հղումներ, այլ փաստեր, հստակ, ստուգելի, հանրությանը ներկայացվող ու դատարանում անաչառ քննությանը դիմացող փաստեր, որովհետև պետությունը չի կարող կառուցվի ենթադրությունների վրա։ Պետությունը կառուցվում է փաստերի վրա, ու ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պետք է լինի ճշմարտության չափանիշը։ Հայաստանին պետք չեն բարձր գոռացող, բամբասանքչի քաղաքական գործիչներ, առավել ևս ղեկավար։ Հայաստանին պետք են պատասխանատու պետական գործիչներ, որովհետև պատմության մեջ ամենավտանգավոր ստերը սովորաբար այն ստերն են, որոնք հնչում են իշխանության ամբիոնից, իսկ ամենաուժեղ պետությունները կառուցվում են այնտեղ, որտեղ նույնիսկ իշխանությունը պարտավոր է ապացուցի իր ամեն մի ասածը ու իր ասածին տեր լինի, ոչ թե մի օր ասի Հայաստանն էսքան է, մյուս օրը իր ասածի կեսի չափով քարտեզը խփի դոշին ու հպարտ ման գա։ Ու վերջում այս ամբողջ ասածից համառոտ իմաստն ու նպատակը։ Դավաճան բառը քաղաքական բանավեճի գործիք չի։ Այդ չափազանց ծանր մեղադրանք է, որ օգտագործվի առանց լիարժեք հիմնավորման։ Իսկ եթե նման ապացույցներ չկան կամ դրանք բավարար չեն նման ծանր մեղադրանք հնչեցնելու համար, ապա կա երրորդ ճանապարհը, ու այդ երրորդ ճանապարհը ոչ թե թուլության, այլ ուժի ճանապարհն է, ոչ թե վախի, այլ պատասխանատվության ճանապարհն է։ Քաղաքական հասունության ամենաբարձր դրսևորումը սեփական խոսքի համար պատասխան տալն է։ Ու այդ երրորդ ճանապարհը ընդունելն է, որ հնչեցված մեղադրանքը չի հիմնավորվել։ Ընդունելն է, որ թույլատրվել սխալ ու դրա համար ներողություն խնդրելն է, ոչ թե Ծառուկյանից կամ անդիմությունից, այլ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք հավատացել են, վստահել են ու ակնկալել են, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչող յուրաքանչյուր բառ կլինի կշռադատված, պատասխանատու ու հիմնված փաստերի վրա։ Որովհետև պետական պաշտոնի մեծությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչքան ծանր մեղադրանքներ կարաս հնչեցնես, այլ նրանով, թե ինչքան պատասխանատու ես քո արտաբերած յուրաքանչյուր բառի համար։ Կարճ ասած կամ ապացուցի, կամ պատասխանտուր քո խոսքերի համար։ Էսա պետության օրենքը, էսա քաղաքական հասունության օրենքը ու էսա Հայաստանի Հանրապետության արժանապատվության օրենքը։ Այսքանը լավ մնաք ու Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու իմաստությամբ։